Այսօր ես շրջում եմ դաշտային ծաղիկների միջով և փորձում ամփոփել մի միտք, որն այս 3 օր ինձ տանջում է, ավելի շուտ մտածելու տեղիք տվեց, այն տեսանյութի տակ, որտեղ ես երգում եմ, լալիս եմ որդուս համար, մի կին շատ կոպիտ մեկնաբանություն էր գրել, նրան անթույլատրելի էր թվացել իմ էմոցիաների այդպիսի ազատ ցուցադրությունը, որտեղ ընդամենը ցածր ձայնով երգում և ցավում էի նրա բացակայության համար, ընդամենը։ Ես հասկանում եմ, որ վիշտը, սուգը մարդկանց շատ է վախեցնում, որովհետև նրանք ունեն իրենց ներքին վախերը, իրենց տագնապները, իրենց ներքին խնդիրները։ Պարզ է, որ ես չգիտեմ էկրանի այն կողմում ով է, ինչպիսի հոգեկան, ինչպիսի ներաշխար, առհասարակ ինչպիսի անկանխատեսելի մարդ է, բայց չարության, կոպտության այդ աստիճանը ինձ հանկարծակի բերեց, ես ջնջեցի կոմենտը, փակեցի նմանատիպ տեսանյութերը և իմ էության համապատասխան փորձեցի հասկանալ ինչ է կատարվում, որքան է իմ պատասխանատվությունը, ինչ ձևով արձագանքել, իջնել իրեն մակարդակին, ինչպես ասում են, թե մնալ նույն էության մեջ, ինչպիսին եղել եմ ամբողջ կյանքում։ Ուրեմն եկա եզրակացության, որ ես ճիշտ եմ անում, որ նման մարդկանց չեմ պատասխանում նույն ձևով, որովհետև դա կնշանակի ընդունել այդ կոպտությունը, ընդունել այդ անմարդկայնությունը, ընդունել անգիտակից վերաբերմունքը մեկ ուրիշի հանդեպ, որին չես ճանաչում։ Մյուսը, շատ կարևոր է իմ համար այսօր բացահայտելը, որ եթե ես կարողանում եմ մեկ ուրիշին նմանատիպ դեպքում պաշտպանել, ինձ չեմ կարողանում։ Դա, այսպես ասած, անձնական սահմանների խնդիր է, որը պետք է դրվի, ասելով, որ ես ցանկացած դեպքում չեմ հանդուրժում, չեմ ընդունում նմանատիպ վերաբերմունք, նմանատիպ կարծիք, անկախ այն բանից, թե ում հետ գործ ունեմ։ Միայն YouTube-ում չէ, իրական կյանքում էլ մենք ամենուրեք հանդիպում ենք անկանխատեսելի վարքի տեր մարդկանց և հաճախ ես մտածել եմ, որ խնդիրը իմ մեջ է, որ պետք է ագրեսիային ագրեսիայով պատասխանել, կոպտությանը կոպտությամբ, արագ պետք է կողմնորոշվել և արձագանքել, համարել եմ թուլություն, վախկոտություն, մինչև վերջ փորձել եմ հասկանալ կար այդտեղ իմ մեղքը, իմ պատասխանատվությունը, որ դիմացինը նման կերպով է վարվում, բայց այսօր հասկացա, որ ոչ, որ չես կարող նման կոպիտ, բռիդ, ցինիկ, անգիտակից, անդաստիարակ,
անառողջ հոգեբանություն ունեցող մարդու հետ վեճի բռնվես, կոպտես նույն ձև, որովհետև դրանից բան չի փոխվի։ Ճիշտ է, ներքին խաղաղությունը պահպանելն է, սեփական էությանը չդավաճանելն է, մնալ այն բարձրության վրա, ինչ որ ինքդ ունես և զգում ես, և քո համար դա բարոյական կարևոր չափանիշ է, և հասկանալ, ընդունել, աշխարհն անկանխատեսելի է, մարդիկ անկանխատեսելի են, և այն մտայնությամբ, որ հարցեր կան, որոնց պատասխանները չես կարող գտնել, անորոշություններ կան, որը ոչ մի բանով չի լցվում, հետևաբար պետք է ապրել նաև այդքանը հասկանալով։ Ես միտումնավոր իմ տեսանյութերի մեջ չեմ առաջարկում բաժանորդագրվել, հավանություն տալ, տարածել և իմ տեսանյութերը չեմ կառուցում այնպես, որ հարցականներ թողնեմ, հարցուպատասխանի հնարավորություն ստեղծեմ, որովհետև ես ինտրովերտ եմ, մյուս կողմից իմ այս ցավը ինձ այնպիսի էներգիախնայող ռեժիմում է դրել, որ ես չեմ սիրում, չեմ կարող, չեմ ուզում շփվել մեծ լսարանի հետ, մեծ քանակությամբ մարդկանց հետ, ոչ իրական կյանքում, առավել ևս YouTube-ում։ Ինձ թե իրական կյանքում, թե YouTube-ում բավարար է 1-2 մարդ, որոնք լուռ կլսեն, չեն մեղադրի, չեն դատապարտի, չեն փորձի խորհուրդ տան, չեն փորձի շտկել, որովհետև իրենք ոչինչ չեն հասկանում այն դժբախտությունից, այն ողբերգությունից, որը մարդն ապրել է, չեն հասկանում, թե ինչ է նշանակում երիտասարդ որդի կորցնելը և ինչ է նշանակում օջախի ծուխ մարելը, ապագա կորցնելը մի մոր համար և նրան կոչ են անում, թե ինչպես պետք է իր հույզերը արտահայտի կամ փակ պահի, դա արդեն, ես կարող եմ ասել, ցինիզմ է և տգիտություն։